Լոռու մարզի Լեռնապատ գյուղի մոտակայքում բեռնատար գնացքը բախվել է Volkswagen մակնիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով 2 մարդ տուժել է։ Տեղեկությունը հայտնում են Հայաստանի ՆԳՆ փրկարար ծառայությունից։ Ճգնաժամային կառավարման կենտրոն դեպքի մասին ահազանգը ստացվել է հոկտեմբերի 30-ին ժամը 8:57-ին։ Վթարը եղել է Լեռնապատ գյուղի մոտակայքում երկաթգծի անցումի վրա։ Փրկարարները վարորդին եւ ուղևորին դուրս են բերել ավտոմեքենայից, տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։ Դերասանուհի հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանն Ինստագրամի իր էջում կիսվել է իր հագեցած աշխատանքային օրվա մանրամասներով եւ հայտնել, որ ավտոմեքենայով նկարահանման մեկնելիս տուգանվել է։ Այսօր առավոտից 1000-ը մի գործ եմ արել, հետո պատրաստվել ու տուգանվելով հասել նկարահանման, գրել է դերասանուհին։ Նա նաեւ նշել է, որ աշխատանքային օրվա վերջում էլ մեքենայի մարտկոցն է մեռել։ Ես համաձայն չեմ ու հոգնել եմ, նշել է նա։ Հոկտեմբերի 30-ին ժամը 3:43-ին Արադի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը ահազանգ է ստացվել, որ Մասիս Երևան ավտոճանապարհի առաջին կամրջի մոտակայքում այրվում է մեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ փրկարար ծառայության մարզային փրկարար վարչության հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ բարձվել է, որ Մասիսային թափ ավտոճանապարհի առաջին կիլոմետրին այրվում է Զիլ մակնիշի բեռնատար։ ՀԴՀ մեկուսացվել է ժամը 3:56-ին, մարվել 4:10-ին, այրվել է բեռնատարի խցիկի եւ շարժիչի հատվածը։